Դե նայի ղաղպա Նիկոլ, այդ ազերներին, որ բերել ես Երևան, իբր հարաբերությունների, չգիտեմ, բարելավել եւ այլ։ Քեզ ինչա կարծում ղաղպա, իրանք Երևան էին եկել, ղաղպա, իրանք Երևան էին եկել, նայի պաշտոնական կայքը, Ադրբեջանի պաշտոնական կայքը, ղաղպար տղա Նիկոլ։ Սա ոնց ես հերկելու, Նիկոլ, գեղցի չտես բոզի տղա, ոնց ես հերկելու։ Բացեք այդ կայքը պաշտոնական Բաքվի կայքը, Ալիևի կայքը, իրանց ողջ այդ կառավարության եւ այլն։ Պաշտոնական Ադրբեջանի պաշտոնական լրատվական ասում է ադրբեջանցիները Իռևանում բոզի տղա Նիկոլ, լսար։ Նրանք Երևան կամ Երևան չեն եկել, նրանք Իռևան են եկել, բոզի տղա Նիկոլ։ Բոզի տղա Նիկոլ, անորեն դրածու, դու ոչ մի իշխանություն չես, բոզի տղա։ Դու որ հիմա ինչպիսին էլ չլինեն եկեղեցականները, այո, շատ թերություններ ունեն, բայց դու Աստծուց չես վախենում, այ բլասֆեմիյող ղաղպա, որ դրանց եկեղեցականների միջավայրից ամենա այն դավաճանին ընտրում ես, ոնց որ էդի Յուդ է, էլի հայերի մոտ է, ջհուդ է, էլի, որ Քրիստոսին մատնեց։ Եվ միտք ունես, դնում ես, ուզում ես եկեղեցու գլխին դնես, քո կմաճուկները կատարելու համար, այս սատանու ծնունդ, դու շուտով դժոխքում ես հայտնվելու։ Ուրիշ բան էլ ասեմ, ինձ դու չես մարսի, ինձ Սերժիկը չմարսես, դու ով ես, դու հեսա տրակելու ես, մեջիցդ, սատկես։ Դու Աստծուց վապշե չես վախենում արա, որ ես պահի, տես է, շարունակական ինչքան ժամանակ, մինչև ես պահը դու շարունակում ես հանցագործություն կատարել իմ նկատմամբ, դու հրանգել ես, որ իմ անձնագիրը չերկարացնեն, բոզի տղա, դու ոտնձգել ես իմ անձնագիրը, դու հեսա դժոխքում ես հայտնվելու, բոզի տղա գնա դժոխք կնգի, բոզի տղա Նիկոլ, դժոխք, բոզի, սատկի Նիկոլ,